Ավետարան ըստ Հովհաննեսի Երուսաղեմյան օրեր Երբ Հիսուսը Զատկի տոնին Երուսաղեմում էր, շատ մարդիկ հավատացին նրա անվանը, տեսնելով նրա գործած հրաշքները, բայց Հիսուսը նրանց չէր վստահում, որովհետև ինքը բոլորին ճանաչում էր և կարիք չկար, որ որևէ մեկը մարդու մասին վկայեր, որովհետև ինքը գիտեր, ինչ կար մարդու մեջ։ Հիսուսը և Նիկոդեմոսը Փարիսեցիներից մի մարդ կար, Նիկոդեմոս անունով, որ հրեաների իշխանավոր էր։ Նա գիշերը Հիսուսի մոտ եկավ ու ասաց նրան. «Ռաբբի, գիտենք, որ Աստծուց ես եկել, իբրև վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող գործել այն հրաշքները, որ դու ես գործում, եթե Աստված նրա հետ չլինի»։ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, Աստծու արքայությունը չի կարող տեսնել»։ Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպես կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է, միթե կարող է երկրորդ անգամ իր մոր որովայնը մտնել ու ծնվել»։ Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը։ Մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը հոգի։ Մի զարմացիր, որ քեզ ասացի, դուք պետք է վերստին ծնվեք։ Քամին ուր ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղից է գալիս և ուր է գնում։ Այդպես է և հոգուց ծնված ամեն ոք»։ Նիկոդեմոսը հարցրեց նրան ու ասաց. «Դա ինչպես կարող է լինել»։ Հիսուսը պատասխանեց նրան. «Դու Իսրայելի վարդապետն ես, ու դա չգիտես։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, ասում ենք այն, ինչ գիտենք, վկայում ենք, ինչ տեսել ենք, բայց մեր վկայությունը չեք ընդունում։ Եթե ձեզ երկրային բաներն ասացի, ու ինձ չեք հավատում, հապա ինչպես պիտի հավատաք, եթե երկնային բաներն ասեմ։ Ոչ ոք երկինք չի բարձրացել, բացի մարդու որդուց, որ իջավ երկնքից, և որ երկնքում է, և ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր որդուն աշխարհ չուղարկեց դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործածը չար էր, որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել։
Հովանես Մկրտչի վերջին վկայությունը։ Դրանից հետո Հիսուսը եւ իր աշակերտները եկան Հուդայի երկիր։ Նա նրանց հետ այնտեղ մնաց եւ մկրտում էր։ Իսկ Հովանեսը Այենոնում Սաղեմի մոտ էր մկրտում, որովհետև այնտեղ շատ ջուր կար։ Մարդիկ գալիս էին ու մկրտվում, քանի որ Հովանեսը դեռ չէր բանտարկվել։ Եվ ահա Հովանեսի աշակերտների եւ մի հրեայի միջև մաքրության մասին վեճ ծագեց։ Եկան Հովանեսի մոտ ու նրան ասացին. «Ռաբբի, նա, որ քեզ հետ Հորդանանի մյուս կողմում էր, որի մասին դու վկայեցիր, ահա նա մկրտում է եւ ամենքը նրա մոտ են գալիս»։ Հովանեսն ասաց. «Մարդ ոչինչ չի կարող ընդունել, եթե նրան երկնքից տրված չլինի։ Դուք ինքներդ վկա եք իմ ասածներին, ես Քրիստոսը չեմ, այլ նրանից առաջ եմ ուղարկվել։ Ով հարս ունի, նա է Փեսան, բայց Փեսայի բարեկամը, որ մոտ է կանգնած ու լսում է նրան, ուրախությամբ է լցվում։ Երբ լսում է Փեսայի ձայնը, արդ այս է իմ ուրախությունը, եւ այժմ այն կատարյալ է։ Նրա գործը պետք է մեծանա, իսկ իմը փոքրանա»։ Ի վերուստ եկողը։ Նա, որ գալիս է ի վերուստ, ամենքից վեր է, իսկ երկրից ելնողը երկրավոր է ու երկնային բաներից է խոսում։ Երկնքից եկողն ամենքից վեր է։ Նա վկայում է այն, ինչ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ Նրա վկայությունն ընդունողը հաստատում է, որ Աստված ճշմարիտ է, որովհետև նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքն է խոսում, որովհետև Աստված հոգին ըստ չափի չի տալիս։ Հայրը սիրում է որդուն եւ ամեն բան նրա ձեռքն է տվել։ Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ որդուն չհավատացողը, չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա։